Բարև ձեզ, եթերում բիզնես հարցազրույցն է։ Սոցիալական ապահովության փաթեթից օգտվող պետական ծառայողների ցանկը ընդլայնվել է նոր մասնակիցներով, դրանք հայկական ատոմակայանի, նույն ինքը Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներն են։ Ոչ բոլորը, միայն կեսը։ Սոցփաթեթը հասանելի կլինի ատոմակայանի 1700 աշխատակիցներից 879-ին։ Դա նշանակում է, որ սոցփաթեթով նախատեսված տարեկան 132,000 դրամի շրջանակում ատոմակայանի աշխատակիցները կկարողանան ստանալ բժշկական ապահովագրություն, կազմակերպել հանգիստը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, վճարել ուսման վարձը և մարել հիպոթեկային վարկի տոկոսադրույքները։ Ատոմակայանի աշխատակիցներին սոցփաթեթում ներառելու նախաձեռնողը ֆինանսների նախարարությունն է։ Ինչպես ընտրվեցին շահառու աշխատակիցները և ինչու ոչ բոլորը։ Առնյուզի եթերում կմանրամասնի ֆինանսների նախարարի օգնական Սեդրակ Բարսեղյանը։ Բարև ձեզ, պարոն Բարսեղյան։ Բարև ձեզ։ Պարոն Բարսեղյան, ինչով է պայմանավորված հենց ատոմակայանի աշխատակիցներին սոցփաթեթի շրջանակում ներառելը և ինչու 879 աշխատակցի, այլ ոչ բոլոր 1700-ի, այսինքն ինչով է պայմանավորված նրանց առավելությունը։ Նախ ասեմ սոցիալական փաթեթի գաղափարը, դա իրենից ներկայացնում է աշխատողների առողջական, կրթական եւ այլ խնդիրների ապահովման միջոցառումների համախումբ, դա ոչ դրամային վարձատրության մի համակարգ է, որը լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում եւ դա հնարավորություն է տալիս աշխատողներին այդ գումարի սահմանում կատարել ծախսումներ որոշակի ուղղություններով։ Նախորդ տարի, երբ ներդրվեց պետական աշխատողներին եւ կրթական, մշակութային եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներին սոցիալական փաթեթ հատկացնելու որոշումները, այդ ժամանակ դեռ չէր քննարկվում հայկական ատոմային էլեկտրակայան Փակ բաժնետերական ընկերության աշխատողներին սոցիալական փաթեթով տրամադրելու հարցը։ Այդ իսկ պատճառով դա կառավարության քննարկումների ընթացքում տեղի ունեցավ այս տարի եւ քանի որ մենք ունեինք բանկերի կողմից առաջարկված նոր մոտեցում, որ այդ սոցիալական փաթեթը սպասարկվի բանկերի կողմից, դրա հատկացումը սպասարկվի բանկերի կողմից, մենք որոշեցինք այս տարի ատոմակայանին տրամադրվող սոցիալական փաթեթի այդ մոտեցումը փոխել բանկային համակարգի միջոցով եւ նորություն ասած չեմ լինի, երբ ասեմ, որ հայկական ատոմային էլեկտրակայան Փակ բաժնետերական ընկերությունը ունի կարևոր նշանակություն թե Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության, թե բնակչության էլեկտրաէներգիայի ապահովման եւ թե համախառն ներքին արդյունքի իրադրական ազդեցություն ունենալու հարցում։ Այդ իսկ պատճառով որոշվեց հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներին եւս ընդգրկել սոցիալական փաթեթի շահառուների ցանկում եւ քանի որ սոցիալական փաթեթի համար այս տարի պետբյուջեով նախատեսված է որոշակի սահմանափակ բյուջե, այսինքն 18 միլիարդ դրամ, այդ իսկ պատճառով որոշվեց այս փուլում ընդգրկել միայն առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող աշխատողներին, ովքեր իրենց առողջությունը վտանգելով աշխատում են այդ ամբողջ էլեկտրաէներգետիկ համակարգն ապահովելու համար։ Պարոն Բարսեղյան, իսկ կարող ենք ասել, որ կառավարությունը գնաց այս քայլին, այսինքն ատոմակայանի աշխատակիցներին ներառեց սոցփաթեթի շրջանակում, որպեսզի ոգևորի աշխատակիցներին եւ թույլ չտա, որ կրկնվի 2011 թվականի իրավիճակը, երբ աշխատողները բողոքում էին իրենց աշխատավարձի ցածր մակարդակից։ Գիտեք, ինչ սոցիալական փաթեթը ունի կարևոր նշանակություն ընդհանրապես պետական ոլորտի աշխատավարձը վարձատրության տեսանկյունից դարձնել առավել համադրելի մասնավոր հատվածի նկատմամբ, այսինքն դա ոչ դրամային վարձատրության համակարգ է, որը խրախուսում է աշխատողներին, մոտիվացնում եւ աշխատանքը դարձնում առավել արդյունավետ եւ դա է հիմնական պատճառը, որ որոշվեց նաեւ հայկական ատոմային էլեկտրակայան Փակ բաժնետերական ընկերության աշխատակիցներին ներգրավել այս սոցիալական փաթեթի շահառուների ցանկում։ Պարոն Բարսեղյան, դուք նշեցիք, որ ի սկզբանե 120,000 քաղցրահեղների համար նախատեսված էր 18 միլիարդ դրամ պետբյուջեից։ Այժմ երբ ցանկը ավելի է ընդլայնվել, միջոցները չեն ընդլայնվելու։ Գիտեք ինչ, ի սկզբանե դա ընդունված էր հաշվարկել որպես 120,000 աշխատողի, սակայն մենք հաշվի ենք առել նաև հոսունությունը, որը պետական հատվածում կազմում է շուրջ 10%, այսինքն դա բերում է շուրջ 132,000 աշխատակցի եւ իհարկե մնում է որոշակի գումար, որով հնարավորություն է ընձեռվում հայկական ատոմային էլեկտրակայան Փակ բաժնետերական ընկերության 879 աշխատողներին եւս տրամադրել սոցիալական փաթեթ։ Սոցփաթեթը արդեն այս տարվանից գործում է, որքանով են օգտվում մեր քաղաքացիները սոցփաթեթից եւ եղել են արդյոք դեպքեր, երբ սոցփաթեթի շահառու փորձել են դառնալ ոչ թե պետծառայողները, այլ մասնավոր հատվածի աշխատակիցները։ Նախ նշեմ, որ ներկայումս շուրջ 75,000, շուրջ 80,000
պետական աշխատող արդեն կնքել են իրենց առողջության ապահովության պայմանագրերը, այսինքն ինչպես գիտեք, սոցիալական փաթեթը ունի պարտադիր պայման հանդիսացող առողջության ապահովագրություն, բժշկական ապահովագրություն, այսինքն աշխատողը եթե ուզում է օգտվել սոցիալական փաթեթից, նա նախ եւ առաջ պետք է օգտվի բժշկական ապահովագրության ծառայությունից, կնքի պայմանագիրը, ստանա այդ ապահովագրությունը 1 տարով եւ նոր կարողանա մնացած իր գումարը ծախսել այլ ուղղություններով եւ արդեն կարելի ասել 80,000, շուրջ 80,000 աշխատող արդեն օգտվում է սոցիալական փաթեթից, մնացած ուղղություններով ծախսային ուղղությունների վերաբերյալ մենք դեռ որևիցե ամփոփ տեղեկատվություն չունենք։ Պարոն Բարսեղյան, ինչքանով ես հասկացա, առողջության ապահովագրությունը ավելի մեծ պահանջարկ է վայելում եւ քանի որ ինքը պարտադիր է, իսկ արդյոք արվելու են քայլեր մնացած ուղղությունները եւս խթանելու համար։ Գիտեք ինչ, մնացած ուղղությունները խթանելու համար իհարկե զբոսաշրջությունը ասեմ, նախ առաջին ասեմ, որ ներկայումս շատ քաղաքացիներ առողջության ապահովագրությանը ավելի շատ դեր են տալիս, քան մնացած ուղղություններին, այսինքն իրենք ոչ թե 52,000 դրամն են տրամադրում առողջության ապահովագրությանը, այլ ամբողջ 132,000 դրամը տրամադրում են առողջության ապահովագրության լրացուցիչ փաթեթներ գնելով, այսինքն ոչ միայն 52,000 դրամ բազային փաթեթ, այլ նաև ատամնաբուժություն, ամբուլատոր, դեղորայքային փաթեթներ եւ այլն։ Մնացած ուղղություններով այս նոր համակարգը հնարավորություն է տալիս օրինակ թե զբոսաշրջության զարգացման եւ թե ուսման վճարի եւ թե նույնիսկ հիպոթեկի դեպքում կատարել հետեւյալը բանկերը առաջարկում են այս ծառայությունը մատուցել, որպեսզի սոցիալական փաթեթի գումարը դառնա կൂട്ടակային, այսինքն անձը եթե չի ծախսում իր սոցփաթեթի գումարը, ներկայումս դա վերադառնում է պետբյուջե, բայց ատոմակայանի հետ կապված մենք նոր մոտեցումով ենք անում բանկերի միջոցով եւ այն գումարը, որը աշխատողը չի ծախսի բժշկական ապահովագրություն ձեռք բերելուց հետո գումարվում է հաջորդ տարի, այսինքն ինքը այդ տարվան նախատեսված պարտադիր պայման հանդիսացող ծառայությունը պետք է ձեռք բերի, այսինքն առնվազն 52,000 դրամ արժողությամբ առողջության ապահովագրություն եւ մնացած 80,000 դրամ գումարը կարող է կուտակել եւ օրինակ եթե անձը ունի երեխա, որը 2 տարուց պետք է գնա բու սովորելու, նա կարող է կուտակել այդ գումարը եւ միանգամից վարձը վճարել։ Նույն զբոսաշրջության համար ներկայումս այդ ծառայությունից օգտվելու համար Էկոնոմիկայի նախարարությունը հաշվառում է զբոսաշրջային օպերատորներ եւ այդ հաշվառումը ազատ է, յուրաքանչյուր պահի կարող են զբոսաշրջային օպերատորները, որոնք համապատասխանում են այդ չափորոշիչներին գան եւ գրանցվեն, ներկայումս դրանք 8-ն են եւ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այսինքն սոցփաթեթի շահառու կարող է այդ ընկերությունների միջոցով, զբոսաշրջային օպերատորների միջոցով գնա հանգստանա կամ Հայաստանի Հանրապետությունում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ նույն այդ հանգիստը կարող է ապահովել մի քանի տարի անց կուտակելով եւ ավելի մեծ գումար ծախսելով թե Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Պարոն Բարսեղյան, զուտ տեսականորեն սոցփաթեթի ներդրումը կարող է հանգեցնել գնաճային ճնշումների ակտիվացմանը, քանի որ շրջանառության մեջ ավելանում է դրամի քանակը։ Այսպիսի միտումներ կան։ Ոչ, իրականում ես ճիշտ հակառակը կնշեի, քանի որ եթե սոցիալական փաթեթ չներդրվեր, այսինքն ոչ դրամային վարձատրության համակարգ, այլ աշխատավարձերը բարձրացվեր, այդ դեպքում հնարավոր է որոշակի գնաճային ճնշում լիներ, քանի որ կանխիկ դրամը կավելանար մարդկանց մոտ եւ հոսքը կշատանար, բարենային ապրանքների գները շատ հնարավոր է բարձրանան, բայց այս մեխանիզմով դա զսպվում է, քանի որ այստեղ մարդիկ կարող են ծախսել որոշակի ուղղություններով այդ գումարը եւ դա էլ կանխիկ չի տրվում անձանց։ Պարոն Բարսեղյան, իսկ երբվանից կարող են ատոմակայանի աշխատակիցները արդեն օգտվել սոցփաթեթից եւ հետագայում նախատեսվում է արդյոք ընդլայնել սոցփաթեթի շահառուների ցանկը։ Ատոմակայանի առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոն զբաղեցնող անձին կարող են սոցիալական փաթեթից օգտվել մոտ 2 շաբաթվանից սկսած, քանի որ այս շաբաթ արդեն ստորագրվեց եւ հրապարակվեց համապատասխան կառավարության որոշումը եւ կարող են անձինք օգտվել, երբ բանկերը, քանի որ պետք է լիազոր մարմնի եւ բանկերի միջև կնքվի պայմանագիր, լիազոր մարմին հանդիսանում է ֆինանսների նախարարությունը, այսինքն երբ բանկերը պատրաստ լինեն եւ գան կնքեն պայմանագրերը, մենք ակնկալում ենք հաջորդ կամ մոտ շաբաթ 2 շաբաթվա ընթացքում արդեն առաջին պայմանագրերը կնքել, այդ ժամանակ արդեն անձը ատոմականին աշխատող անձը կարող է այդ ցանկին ծանոթանալ ֆինանսների նախարարության կայքում, տեսնել, որ բանկերն են պայմանագիր կնքել ֆինանսների նախարարության հետ եւ գնալ այդ բանկում, բացել իրենց հաշիվը, սոցփաթեթի հաշիվը, որի սպասարկում է եւ բացումը անվճար է եւ գան իրանց սոցփաթեթի գումարը արդեն փոխանցվի այդ հաշվին։
Շնորհակալություն, պարոն Վարսողյան։ Եվ շնորհակալություն հրավերին։ Հարգելի հեռուստադիտող, հիշեցնեմ մեր հաղորդման հյուրն էր ֆինանսների նախարարի օգնական Սեդրակ Վարսեղյանը։ Շնորհակալություն ուշադրության համար եւ հաջողություն։